Գիտեք, եթե Հայաստանում լիներ նորմալ իշխանություն, անգամ կարող էր բանակցություններում օգտվել մեր երկրում իրավիճակից, ընդդիմադիր հայացքների նման մեծ ծավալից ու բանակցություններում համոզել, որ զիջել չի կարող, ըմբոստություն կա, բայց քանի որ մեր երկրում թուրք-ադրբեջանական իշխանություն է, նրանց շահերի սպասարկում է, այդ դրա համար էլ էս խայտառակ պատկերը ունենք։ Ադրբեջանական մամուլը մի հատ նայեք, ավելի քիչ են դատապարտել դրոշների այրումը, քան Հայաստանում, առաջ ավելի ծանր էին տանում, հիմա ծանր չեն տանում դրոշների այրումը, որովհետև ասում են մեկա վառեք չվառեք, Հայաստանի իշխանությունը մերն է։ Կարճ ասած, Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների այրումը այս պահին արդեն ավելի շատ դիտվում է որպես ակցիա ոչ միայն այդ երկու երկրների դեմ, այլ Հայաստանի ադրբեջանա-թուրքական իշխանության։ Մի ամբողջ պետության մեջ, որտեղ կան հազարավոր պետական պաշտոնյաներ, չի գտնվում մեկ հոգի, որ ասի. ես դեմ եմ այս քաղաքականությանը, չեմ աշխատում արդեն ձեզ հետ։ Այն որ հա ասում են 5-րդ շարասյուն, 5-րդ շարասյունը այս է։ Հայաստանում իդեմս իշխանության, իդեմս իշխանական քարոզիչների գործ ունենք 5-րդ շարասյան հետ։ Ով պատմությունից տեղյակ է տրոյական ձիու մասին, շատ է համեմատում Հայաստանի իշխանության հետ։ Ով չգիտի, կարդացեք։